10 տարվա ընդմիջումից հետո թռչող Սպիտակ տունը Միացյալ Նահանգների նախագահի առաջին բորտը վայրեջք է կատարում Պեկինի միջազգային օդանավակայանում։ Հարյուրավոր լուսանկարիչներ տարբեր անկյուններից փորձում են ֆիքսել նահանգների նախագահության ամենահայտնի խորհրդանիշը Air Force One օդանավը։ Կարմիր ուղեգորգ, պատվո պահակախումբ, նվագախումբ, հանդիսավոր արարողություն։ Ավելի քան 300 պատանիներ Միացյալ Նահանգների ու Չինաստանի դրոշներով ողջունում են Դոնին։ Հենց այսպես են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կնքել միջազգային մեդիայում։ Ամերիկյան բարձրաստիճան քաղաքական վերնախավը Թրամփի գլխավորությամբ տեղում է։ Պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի քարտուղար Փիթ Հեքսեթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ինչպես նաև ամերիկյան մեգաբիզնեսների, համաշխարհային տեխնոլոգիական հսկաների, այդ թվում Տեսլայի, SpaceX-ի, Apple-ի, Mastercard-ի ղեկավարները։ Մելանիա Թրամփը չի մասնակցում շրջագայությանը, փոխարենը Չինաստան է ժամանել նախագահի որդին Էրիկ Թրամփը։ Պեկինի կենտրոնում խորհրդարանի շենքի մատույցներում կազմակերպվել է ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության ընդունելության գլխավոր հանդիսավոր արարողությունը, որտեղ էլ Սի Ցզինփինը դիմավորել է Միացյալ Նահանգների նախագահին։ Ձեռք սեղմում, որի ընթացքում յուրաքանչյուրը դեպի իրեն է քաշում մյուսի ձեռքը, ցուցադրելով իր գերակայությունը, հնչում են երկու երկրի օրհներգերը։ Արարողակարգային ընդունելությունից հետո Չինաստանի ժողովրդական համագումարների տանը մեկնարկում է աշխարհի երկու գերտերությունների ղեկավարների քաղաքական օրակարգը։ Տանտիրոջ իրավունքով Սի Ցզինփինը ողջույնի խոսքից հետո Միացյալ Նահանգների նախագահին կառուցողական առաջարկ է անում մրցակիցներ լինելու փոխարեն դառնալ գործընկերներ։ Ներկայումս ամբողջ աշխարհում այնպիսի վերափոխումներ են, որոնք չեն եղել վերջին 100 տարում։ Միջազգային իրողությունները փոփոխական ու անկայուն են։ Աշխարհը հայտնվել է նոր խաչմերուկում։ Կարող են Չինաստանը եւ Միացյալ Նահանգները հաղթահարել այս իրավիճակը ու ստեղծել խոշոր երկրների հարաբերությունների նոր մոդել։ Կարող ենք միասին դիմակայել համաշխարհային մարտահրավերներին եւ ապահովել կայունությունն ամբողջ աշխարհի համար։ Թրամփն իր հերթին հայտարարել է իր համար պատիվ է լինել Չինաստանի գործընկերը եւ վստահեցրել, որ երկու երկրի հարաբերությունները լինելու են ավելի լավը։ Մենք միմյանց ճանաչում ենք երկար տարիներ, փաստացի սա մեր երկրների նախագահների ամենաերկար հարաբերություններն են։ Ինձ համար պատիվ է։ Մենք ֆանտաստիկ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ դժվարություններ են եղել, մենք դա քննարկել ենք, աշխատել ենք դրանց վրա։ Ցանկացած խնդիր հաղթահարել ենք։ Հրաշալի ապագա է սպասվում մեզ։ Ես միշտ ասել եմ, դուք մեծ առաջնորդ եք։ Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր ընկերը։ Մեր հարաբերությունները շատ ավելի լավն են լինելու, քան նախկինում։ Չինաստանն ու Միացյալ Նահանգներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան տարաձայնություններ, իսկ մի երկրի հաջողությունը պետք է դառնա հնարավորություն մյուսի համար, հայտարարել է Չինաստանի առաջնորդը, նշելով, որ ողջունում է Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ գործակցության ամրապնդումը։ Սի Ցզինփինը վստահ է, որ ամերիկյան ընկերությունները Չինաստանում ել ավելի մեծ հեռանկարներ կունենան, հավելելով, որ արտաքին աշխարհի առջև Չինաստանի բաց դռները ել ավելի լայն կբացվեն։ Առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում։ Եթե գոյություն ունեն տարաձայնություններ, դրանց կարգավորման միակ տարբերակն իրավահավասարության հիմամբ խորհրդակցություններն են։ 2 ժամ տևած հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի պատերազմը, Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի առճակատումը, կորեական թերակղզում ստեղծված լարվածությունը։ Անդրադառնալով Թայվանի խնդրին, Չինաստանի նախագահը զգուշացրել է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերությունները կարող են վերածվել ուղիղ հակամարտության, եթե Թայվանի հարցը պատշաճ կերպով չկարգավորվի։ Սպիտակ տան ղեկավարը շատ գոհ է մնացել Չինաստանի առաջնորդի հետ բանակցություններից, դրանք անվանելով հիանալի։ Երկու գերտերությունների պատվիրակությունների համաշխարհային հիմնահարցերի քննարկումներից հետո Չինաստանի վարչապետն առանձին հանդիպում է ունեցել ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ։ Չինական կողմն ամերիկացի գործարարներին կոչ է արել նպաստել երկկողմ հարաբերությունների առողջ զարգացմանը։
Չինաստանը շատ գեղեցիկ է, Միացյալ Նահանգների նախագահը հիացել է հյուրընկալող երկրի գեղեցկությամբ, երբ այցելել է Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը՝ երկնքի տաճարը։ Հիանալի, անհավանական վայր է, Չինաստանը գեղեցիկ է։ Թայվանի մասին հարցը Միացյալ Նահանգների նախագահն անպատասխան է թողել։ Ոչ մի անակնկալ, այսպես է Թայվանն արձագանքել Միացյալ Նահանգների ու Չինաստանի առաջնորդների բանակցություններին։ Թայվանը Պեկինին կոչ է արել դադարեցնել ռազմական ճնշումը, քանի որ լարվածության իրական պատճառը կղզու շուրջ Չինաստանի ռազմական ներկայությունն է։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։